Սիրելի ուսանողներ, շարունակում ենք հասարակական կազմակերպության կառավարում դասընթացի ուսումնասիրությունը։ Այս շաբաթ մանրամասն ուսումնասիրելու ենք հենց հասարակական կազմակերպության կառավարումը։ Կազմակերպության հիմնադիրներից յուրաքանչյուրը կազմակերպության ստեղծումից հետո կազմակերպության անդամ է այնպիսի իրավունքներով ու պարտականություններով, ինչպիսիք ունեն կազմակերպության մյուս անդամները, որևէ առավելություն նա չունի։ Անձը, որը կազմակերպության հիմնադիր չէ, կազմակերպության անդամ կարող է դառնալ իր կամքի ազատ արտահայտման հիման վրա այդ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով։ Մինչև 14 տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա։ 14-ից մինչև 18 տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ։ Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անչափահաս անդամների իրավունքների ու պարտականությունների առանձնահատկությունները։ Անձի անդամակցությունը կազմակերպությանը նրա իրավունքների ու ազատությունների սահմանափակման հիմք չէ։ Կազմակերպության ցանկացած անդամ իրավունք ունի ներկա գտնվել կազմակերպության ժողովին, եթե վերջինս անցկացվում է կազմակերպության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը օրինակ պատվիրակ չի ընտրվել։ Ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին բոլոր փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները, իսկ եթե անհրաժեշտ կա գանձվող գումար վճարել, նա պիտի վճարի։ Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել կազմակերպության վերադաս մարմիններ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով։ Կազմակերպության մարմնի, այդ թվում օրինակ նաև բարձրագույն մարմնի, որոշումը, որն ընդունվել է օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ վերադաս մարմինների որոշումներով սահմանված կարգի խախտմամբ կամ ոտնահարել է կազմակերպության կամ կազմակերպության անդամի իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել կազմակերպության անդամի դիմումի հիման վրա։ Նման դիմում կարող է տրվել 60 օրվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ։ Կազմակերպությունը կարող է ստեղծվել հիմնադիրների կողմից հիմնադրվելու կամ հասարակական միավորման որևէ կազմակերպական իրավական տեսակ ունեցող կազմակերպության կամ կազմակերպությունների վերակազմակերպման հետևանքով։ Կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից։ Կազմակերպությունը ստեղծվում է անժամկետ, եթե նրա կանոնադրությամբ գործունեության ժամկետ չի սահմանված։ Կազմակերպություն հիմնադրել ցանկացող առնվազն 2 ֆիզիկական անձ, նրանք հիմնադիրներն են, կնքում են պայմանագիր, որով սահմանվում են մինչև կազմակերպության պետական գրանցումը հիմնադիրների համատեղ գործունեության կարգը, նրանց գույքը կազմակերպությանը հանձնելու պայմանները։ Եթե կազմակերպություն հիմնադրել ցանկացող անձը մինչև 14 տարեկան անչափահաս է, ապա պայմանագիրը նրա անունից կնքում է նրա օրինական ներկայացուցիչը։ 14-ից մինչև 18 տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, պայմանագիրը կնքում է իր օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ։ Կազմակերպության հիմնադրման մասին պայմանագիրը հիմնադիրներից որևէ մեկի պահանջով ենթակա է վավերացման նոտարական կարգով։ Հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար։ Հիմնադիրները կազմակերպության հիմնադրման մասին պայմանագրի հիման վրա մշակում են ստեղծվող կազմակերպության կանոնադրությունը, որը ներկայացվում է կազմակերպության հիմնադիրների ժողովի հաստատմանը։ Կազմակերպության հիմնադիրների ժողովը կարող է տեղի ունենալ ինչպես նրանց համատեղ հավաքի ձևով, այնպես էլ հեռակա կարգով, օրինակ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ, կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթերը։
որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշելու, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից։ Հիմնադիր ժողովը կարող է տեղի ունենալ մեկ կամ մի քանի նիստով կամ փուլով, առանց դրանց միջև ընկած ընդհատումների ժամկետային որևէ սահմանափակման։ Հիմնադիրների ժողովը կազմակերպության կանոնադրությունը հաստատելու հետ մեկտեղ որոշում է ընդունում պետական գրանցման նպատակով իրավաբանական անձանց պետական գրանցման մարմին դիմելու մասին և իր կազմից ընտրում է լիազոր անձ, ինչպես նաև նշանակում է գործադիր մարմնի ղեկավար, որը կամ ժամանակավոր պաշտոնատար, որը ստանձնում է փաստաթղթերը պետական գրանցման ներկայացնելու։ Եթե կանոնադրությամբ սահմանված է բարձրագույն մարմնից բացի այլ մարմինների ձևավորում, ապա հիմնադիրների ժողովը կարող է ընտրել բացառապես կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից ձևավորման ենթակա մարմինները կամ դրանց ընտրությունը թողնել բարձրագույն մարմնին կազմակերպության պետական գրանցումից հետո։ Կազմակերպության անդամը, որն ընդգրկված է կազմակերպության այլ մարմիններում, չի կարող միաժամանակ ընտրվել վերահսկողություն իրականացնող մարմնի կազմում։ Կազմակերպությունն ունի իր անվանումը, կարող է ունենալ նաև կրճատ անվանում, օրինակ հապավում, և խորհրդանիշներ։ Կազմակերպության անվանումը պետք է հայերենով արտահայտի կազմակերպության գործունեության բնույթը և բովանդակի հասարակական կազմակերպություն բառերը։ Կազմակերպության անվանումը, այդ թվում կրճատ անվանումը, եթե այդպիսին նախատեսված չէ, չպետք է պարունակի կազմակերպական իրավական տեսակ մատնանշող այլ բառեր, օրինակ՝ ֆոնդ, հիմնադրամ, կոոպերատիվ, համատիրություն, ընկերություն, ընկերակցություն և այլն, ինչպես նաև այնպիսի բառեր, ինչպիսիք են օրինակ՝ ազգային ժողով, գերագույն խորհուրդ, հյուպատոսություն, համայնք, մարզ, կառավարություն և այլն, և այնպիսի ձևով, որոնք կազմակերպության անվանումը կնմանեցնեն պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների։ Կազմակերպության անվանման մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ հանրահայտ ֆիզիկական անձի մահացած լինելու դեպքում նրա ժառանգի գրավոր համաձայնությամբ։ Եթե հանրահայտ անձ է, իսկ նրա մահացած լինելու դեպքում նրա ժառանգը գտնում է, որ կազմակերպության գործունեությունը ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է կազմակերպության անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից կազմակերպությանը զրկելու պահանջով դիմել դատարան։ Կազմակերպության անվանման մեջ Հայաստան բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Կազմակերպության անվանումը, կրճատ անվանումը, անվանման հապավումը և խորհրդանիշները, եթե վերջիններս նախատեսված են, պետք է ընդունելի լինեն հասարակական բարոյականության տեսանկյունից ու տարբերվեն այլ կազմակերպության, ինչպես նաև որևէ պետության, միջազգային և օտարերկրյա հանրահայտ կազմակերպությունների ու այլ իրավաբանական անձանց անվանումներից, կրճատ անվանումներից, հապավումներից, խորհրդանիշներից և շփոթության աստիճանի նման չլինեն դրանց։ Կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող վերադաս մարմնի գտնվելու վայրն է։